Երբ եք անելու։ Անօրինական բան Իսկ դուք քաղաքապետարան գնալ եք։ Ինչի համար Ըստ ձեզ քանի տոկոսն այսօր հանրության տեղը Շատ քիչ։ Այս վերջի աղմուկներից հետո միգուցե շատ կեսը։ Այս նոր օրենքը ոչ մի հարց չի լուծում։ Մոտակա 23 տարին կենսաթոշակային համակարգը ոնց կար, այնպես էլ մնալու է։ Սա հարց է լուծում իբր թե մեր ապագա կենսաթոշակային հարցեր, բայց մոտակա 23 տարի ոչ մի հարց չի լուծում։ Միայն բացասական կողմ ենք շարժում։ Ժամանել են, որ միսի արտահայտեն, որ իրենք էլ են դեմ պարտադիր կուտակային կենսաթոշակների, որ իրենք էլ են դեմ աշխատավարձերի նվազեցմանը, որ կենսաթոշակի համար հետո այդ գումարները, որոնք կուտակվելու են, այլևս ետ չեն գալու։ Միացեք և պայքարեք, հարգելի քաղաքացիներ։ Այսօր նրանք բաժանելու են թռուցիկներ և տեղեկացնելու են այդ օրենքի չարաբաստիկ ազդեցության մասին։ Հարգելի քաղաքացիներ, միացեք և պայքարեք այդ օրենքի դեմ։ Դեկտեմբերի 17-ի ժամը 12:30 Ազատության հրապարակից շարժվելու են դեպի սահմանադրական դատարան։ Մեծ եմ ավելի, բայց դեմ եմ։ Իմ դիրքորոշումը իհարկե ես դեմ եմ, իմ կարծիքը ոչ մեկ չի ասել, ես չեմ ուզում։ Ես նույնպես։ Հələ որ չգիտեմ։ Հա, տեղյակ եմ, միշտ նայում եմ, հետևում եմ, ընկերներս էլ բոլորը գնում են։ Ես ճիշտ ասած դեռ չեմ աշխատում, բայց սկզբանե դեմ եմ այս օրենքին։ Օրենքը պետք է լինի կամավորական սկզբունքով, այսինքն ով որ ցանկանա կամավոր վճարի, ոչ թե պարտադիր հիմունքներով հանձել։ Հա, որ իր աշխատավարձից պահելու են 10%-ը։ Ու ես չեմ ցանկանա, որ այդպես լինի, մեր ընտանեկան բյուջեն շատ կնվազի։ Դուք նաև երեխա ունեք, ոնց հասկացա։ Իհարկե, ու պատրաստում ենք երկրորդ ունենալ, այդ ժամանակ արդեն ավելի շատ կազմի մեր ընտանիքում, չգիտեմ, բյուջեի վրա։ Այո։ Պարտադրաբար նվազելու է։ Իցնելու են մարդկանց աշխատավարձերը։ Այդ դեպքում գալու են Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներ։ Շարժվելու է դեպի սահմանադրական դատարան։ Մերսի որ դեմ եք, էլի։ Տրավար Լապլանդիայի զմեր պապիկները ժամանել են, որպեսզի միանան քաղաքացիների պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ ուղղվող պայքարին։ Մենք դեմ ենք այդ օրենքին։ Մենք սոսկալի և ահավոր վատ հետևանքներ է ունենալու Հայաստանի Հանրապետության տնտեսության համար։ Սիրելի քաղաքացիներ, միացյալ ուժերով կարող ենք պայքարել այս օրենքի դեմ։ Միացեք և պայքարեք։ Դեկտեմբերի 17-ին ժամը 12:30 Ազատության հրապարակում մարդիկ հավաքվելու են, այնուհետև շարժվեն դեպի սահմանադրական դատարան։ Հերթական թալանն է, մաման, պապան, էլի փողեր չէ դրեցի սովելի վաղ կերանես հերթական թալանն է, так что